Տեղ ես գնում։ Զինա ջան, ես ուր։ Զինա։ Ես Ինչ է եղել, բալես։ Ես Արսենի մոտ եմ ուզում գնալ։ Ես կտանեմ արի։ Չէ, աղջիկ ջան, Արսենի մոտ չես կարող գնալ։ Արսենին քնաբեր են ներարկել, որ քնի մի քիչ հանգստանա։ Վաղ գնաս, բալես, վաղ։ Չէ, պապ, ոչինչ, ես կտանեմ, հետո իրար հետ շուտ հետ կգանք։ Գնացինք։ Ես էլ առիթ էի ման գալի, թե ոնց առանձին իրար հետ զրուցենք։ Զրուցենք։ Ինչի մասին։ Դե ամեն ինչի։ Դու սկսես պատմել, թե ես։ Ինչ պատմեմ։ Ես ոչինչ չեմ տեսել։ Իսկ ես տեսել եմ քո SMS-ը։ Թե ոնց էր դրսում սպասում քեզ։ Շարունակեմ, թե կսկսես պատմել։ Հարցես ավելի կոնկրետ ու հասկանալի ձևակերպեմ։ Ով աղբորս։ Արևս, տես ինչ եմ բերել քեզ համար։ Լիքը համով շոկոլադ։ Հիմա ինձ կասես ինչի էիր բարձրացել պատուհանի գոգին։ Իսկ դու կասես ուր էիր գիշերը, ինչի չեկար։ Կլինի հարցից չպատասխանեմ։ Իսկ ես կլինի քոնին չպատասխանեմ։ Ավազակ։ Դու գիտես գոնե որ Գիտեմ, կներես էլ չեմ անի։ Եթե քեզ մի բան պատահեր, ես ինձ չէի ների։ Լավ, դե հիմա արի շոկոլադդ կեր։ Ասա, որ մեկն եմ բացում։ Այդ մեկ։ Արդեն ասեցի քեզ շուտ է քայլել։ Բժիշկ, ինձ տարեք պալատ, թե չէ այդ բոքսում ես գժվելու եմ։ Հիմա կասեմ, ես կտեղափոխեմ պալատ։ Այ էդ ուրիշ։ Արի օգնեմ։ Չէ, լավ է, բժիշկ ջան։ Ուզում ես օգնեմ պարկել։ Չէ, բժիշկ ջան, ես ինքս։ Զինա ով աղբորս։ Ես ոչինչ չգիտեմ։ Երթվում եմ, բան չգիտեմ։ Կուզես տրամաբանենք, հա։ Չեմ հասկանում ինչ ես խոսում։ Հասկանում ես լավ էլ։ Ես ուզում եմ Արսենին տեսնել։ Կտեսնես, սկզբից խոսենք, հետո կտեսնես։ Ոչ մի բան չգիտեմ։ Ես ավելի բան չգիտեմ։ Ընդամենը մի անել։ Տուր ու ես քեզ հանգիստ կթողեմ։ Ես հո լավ գիտեմ, որ դու ամեն ինչ գիտես։ Խոսիր, եթե չես ուզում ավելի հեռուն գնամ։ Չգիտեմ։ Ոչ մի բան չգիտեմ։
Քեզ SMS գրողն աղբորը սփել։ Չէ, Բա, չգիտեմ։ Թե եմ վերել։ Ապրես բալես։ Մի բաժակ թեյ խմի, երեխեն թեյ ա բերել։ Թե տար բալես, ինձ համար կոնյակ բեր։ Հիմա վերեմ պապ։ Ինչ կոնյակ, սպասի հələ։ Ոչ մի կոնյակ։ Մնացել էր, որ դու ինձ ասեիր, ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Գնա բեր կոնյակը։ Լսի մոռացար, որ 2 օր առաջ սիրտդ վատ էր։ Ինչքան ես սիրում զահլատ անել։ Ասում եմ, 2-3 օր լարված ենք, ինձ թուլանալ է պետք։ Գնա բալես, գնա այդ կոնյակը բեր։ Ինչ ուզում ես արա, հա։ Հերդ վերջինս գժանոց ա ուղարկելու։ Մամա, խրդոյլ ամեն ինչի վրա խոսում ես։ Շատ լավ եմ անում։ Զանգի մի հատ ես աղբերը տուրա։ Մամ, կես ժամ չկա, որ դուրս են եկել։ Հա ինչ անենք կես ժամ չկա։ Հոգնած ենք, զանգի տես երբ են գալու, պարկենք քնենք։ Մամ, դու գնա քնի։ Ես չեմ կարա քնեմ, մինչև որ աղբերը տուն չգա։ Հիմա որ զանգեմ Արմանին, ջղայնանալու է։ Թող ջղայնանա։ Էլի մեր ու աղջիկ սկսեցի կար, ինչ մարդիկ է։ Այն խոսքով ես ձեր զահլեն չունեմ, գնում եմ քնեմ, կոնյակն էլ պետք չի ձեզ էլի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր բալես։ Բարի գիշեր, պապ ջան։ Բարի գիշեր։ Մի հատ զանգի աղբումդ, 100 անգամ ասեցի։ Ես անտրի հոտը սաղտանով մեկ կծեցիր։ Շատ լավ հոտ է։ Ես քեզ ասում եմ դու էլ շարունակում ես։ Սկսվեց էլի աշոտ։ Տինայի վրա ջղայնանում ես, գարիս ես մուրը ինձ անից ես անում, ինչի համար։ Որովհետև երեխային դաստիարակելու տեղը քո կրեմներով ու դուխիներով է զբաղված։ Արևս ինչքան իմ երեխեն ա, այնքան էլ քոնն ա, դաստիարակ էիր։ Ուղեղ պետք է ունենա որ դաստիարակեն։ Այդքան բացատրեցի, տարակցեցի ոսկի կարասի մեջ, ասեցի լող տուշ։ Չէ, այդ իրան պետք չի։ Վեկացավ վազեց են սոված ծառավ բոմժի հետևից։ Բայ լավ էլի մոռացի դրա մասին, հա։ Լավ կանեիր, էդի աղջկատ ուղեղը մտցնեիր, որ մոռանար։ Կմոռանա, ժամանակի հետ կմոռանա։ Հա, բա, կմոռանա։ Այդքան բացատրեցինք, խոսացինք, հասկացրեցինք։ Քիչ էր մնում, խայտառակ լինեինք։ Հələ լավ այն տղեն, հիշողությունը կորցրել է։ Դու պատկերացնում ես վաղը մյուսօր հիշողությունը տեղը կգա։ Ինչ ենք անելու։ Աշոտ, իսկ եթե դու խոսես Արսենի հետ։ Ինչ ասեմ։ Ասեմ ոչինչ տղա ջան։ Աղջիկս ուրիշին ա սիրում, բայց քո հետ ամուսնացավ։ Որ մի թասիբ ունեցող տղեն այդ բանը կուլ կտա։ Ամեն ինչ էլ կմոռանա, ժամանակի հետ կմոռացվի ամեն ինչ։ Հա, բա, կմոռանա։ Չկարողացար էլի աղջկատ գլուխը մտցնես այդքան բանը։ Լավ էլի, ամեն ինչը սրտիդ ենքան մոտ ես ընդունում, լավ կլինի ամեն ինչ էլի, նո, բանա, պատահելա, վայ, ոչ մեկիտ հավեսը չունեմ, հա, հանգիստ հողից։ Խնդրում եմ կմտնեք հիվանդանոցի բակ, հա։ Դե լավ, եթե բան պետք լինի, կոճակ այդտեղ ներքևում է, սեղմ մեկ քույրը կմոտենա։ Լավ։ Լավ։
Առավոտ գնում եմ տուն։ Բայց կարելի է։ Ինձ ամեն ինչ կարելի է։ Իմացար են աղջկա մոմենտով։ Մանկատանն աշխատում։ Մանկատանը։ Հետո Դե այդ երեխին ուղեղի ցնցում է ստացել, բերել են հիվանդանոց։ պետքա օգնել։ Գնում ես խանութ, խաղալիք, կանֆետ առնում ես, բերում երեխուն։ Լավ էսա զանգեմ տղեկին առնեն տանը։ Չէ, դու։ Ու ինչ փողային հարցեր կա, սաղ լուծում ես։ Ոնց ասես։ Արդեն ասեցի։ Իմացա, որ Միլերան հիվանդանոցում ով եկա տեսնեմ։ Ոնց ես պստը, քեզ ինչ ա եղել։ Ես քեզանից նեղացել եմ։ Նեղացել ես։ Ինչի համար։ Դու լավ գիտես ինչի։ Պաստորեն օրս վատ սկսվել է ու վատ էլ վերջանում է։ Ես ուզում եմ քնեմ։ Կքնես, բայց չես ուզում տեսնես, թե ինչեր եմ բերել։ Չէ։ Լավ։ Առավոտյան կնայես։ Սարա, լույսը կանջատես։ Արևս, Լևոնը հիմա դուրս կգա ու լույսներ կանջատի։ Սարա, կարող ենք խոսել։ Միլենան պետքա քնի։ Ու ճիշտն ասած, ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ տրամադրություն քեզ հետ խոսելու։ Բարի գիշեր։ Սարա, ես մտությունից վախենում եմ, լույսը կվառես։ Տաթե։ Վախեցա Աշխեն։ Ինչի քնած չես։ Չգիտեմ, քունս չի տանում։ Երեք այսօր շատ լարված օր էր։ Դու ինչ ես այստեղ։ Դե ինչ անեմ, այնքան ջղայնացած էր, վախեցա ասեմ, որ ժամս վերջացել է, ուզում եմ գնամ։ Հիմա էլ ուշ արդեն։ Ուզում ես գումար տան տաքսիով գնա։ Չէ։ Սառն էլ այստեղ չի, չեմ ուզում մենակ մնաս, կմնամ մոտդ։ Հա։ Շնորհակալ եմ Աշխեն ջան։ Ինչի համար, տատ ջան։ Տատ, քեզ մի բան եմ ուզում ասեմ, բայց խնդրում եմ, արդյոք չասես, հա։ Ինչ ա եղել ասա։ Մի ժամ առաջ Գրիգորյանը Լևոնի հետ էր խոսում։ Ինչ էր խոսում։ Ինչքանով որ լսեցի, Լևոնին ասում էր, որ Սառան հիվանդանոցում է Միլենայի հետ։ Գրիգորյանը։ Հա, իմ համար էլ էր տարօրինակ, մի տեսակ իր նման չի։ Շատ բան արդեն իրանից չի։ Լավ, ես գնամ զանգեմ միացարային տեսնեմ երեխան ոնց է քնելա, թե չէ։ Տատ, բայց խնդրում եմ հանկարծ չասես, լավ։ Հա, մի անհանգստացի չեմ ասի։ Ինչ ա եղել, ինչի ա շունչդ կտրվում։ Արսեն, Ինչ ա եղել։ եկել եմ ստեղ մնամ մոտդ։ Կարող եմ ատել ասես ամուսնական պարտականություններդ կատարի։ Կներես, չեմ կարող հարգելի պատճառով։ Բայց եթե շատ ես ուզում, կարող եմ մտածեմ։ Արսեն, Դե խոսա վերջապես։ էլ չեմ կարողանում։ Խեղդվում եմ։ Պապան Հայկին սպանել է։ Ոնց թե սպանել է։ Հա, սպանել է։
Արման, Ձինան այս ժամին ինչ անում ստեղ։ Ուզում էր քեզ տեսներ։ Դու էլ բերել ես։ Գնացեք հանգստացեք, ես առավոտ տուն եմ գալու։ Բա ոնց, հեսա։ Դե կտենաս։ Դու լավ ես։ Ինձնից լավ մեկ էլ ես եմ, լավ եմ։ Անհանգստանալ պետք չի, գնացեք հանգստացեք։ Կարանք խոսենք։ Եթե վրաշ չի, աղբերս, թող մնա վաղը։ Լավ։ Ոնց տեսնում եք, դեղեր են լցնում երակներից մեջ, անկախիցս ուզում եմ քնեմ։ Ձինա գնանք։ Ես մնում եմ։ Ձինան կարա մնա։ Լավ, թող մնա։ Եթե մի բան պետք լինի, կապ չունի, որ ժամը կլինի, զանգի անպայման։ Անպայման, բրատ։ Բայց մեկը անհանգիստ եմ։ Դրսում ախրանան ներսը կինս։ Ինչի համար ես անհանգստանում։ Գնա հանգստացի աղբերս։ Վաղը կզրուցենք։ Հիմա կասես ինչ ա եղել։ Ես չեմ կարողանում ձեր տանը։ Խեղդվում եմ։ Ես Արսենը այս նեղ պայրին էլ իրան չի գործնում, հա։ Ես ում համար է։ Մանկատան երեխու։ Ստեղ մանկատան երեխա կա։ Հա։ Ընկելա ուղիղ ցնցում ա ստացել։ Իմ էլ երրորդ հարկում պարկած ա։ Պարզ է։ Դե լավ տանեմ, քանի չի քնել երեխին։ Հա, գնա։ Բայց եթե հանկարծ էլ ինչ-որ բան պետք լինի, անպայման ինձ կասես։ Լավ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, Արման ջան։ Սառը այս նորություն կա։ Երեք երեկոյան ենք խոսել։ Լավ, որելի խոսեք ինձ անպայման տեղյակ կպահեք։ Այ մարդ նստի հանգիստ խմի էլի, դեռ շատ շուտ է։ Այմա դե չեմ հասկանում ես, հիվանդանոց գնալու շուտն ու ուշը որն է։ Լսի այն երեխան հիմա քնած կլինի։ Ոչինչ, քնած կլի կարտնանա։ Դու գիտես։ Հիմա ես գնում եմ, չես գալի։ Չէ, չեմ գալիս։ Ես մի կես ժամից նոր կզանգեմ երեխան։ Դու գիտես, հաջող։ Նոր եմ խոսել քույրի հետ։ Ասեց ամբողջ գիշեր շատ լավ ա եղել։ Նույնիսկ վեկացի քայլել ա։ Հիմա էլ սրսկել են այդ երեխան քնել ա։ Հա, լավ արի։ Մի խոսքով ես գնացի, գալիս ես։ Չէ, դե հաջողություն։ Գնում ես գնա։ Գնա։ Երեք գիշեր ոստիկանությունը հայտնաբերել է դաժան ծեզի ենթարկված երիտասարդի, որի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել։ Գործի մանրամասները դեռ քննվում են։ Ասացել ոչ մի բան դավեր անել չի լինում։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Աշոտ ջան, սուրճ ես ուզել բերել եմ։ Բա, մեծ բան ես արել։ Բերում են դժգոհես, չեն բերում էլի դժգոհես։ Վերնեք քո հավեսին։ Բա սուրճը։ Ճնշումս բարձրացնում է, թողնում գնում է։ Ոնց է։ Արդեն իրան լավ է ազգում։ Եթե ինչ-որ բան պետք լինի, ես այստեղ եմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։
Արսեն ջան, Պապ, այս առավոտ շուտ չես եկել։ Արսենը չարսեր, ոնց ես։ Լավ։ Այս Դինան չի աստեղ։ Վատ է, պապ ջան, որտե ես եղել Դինան, աստենում ես։ Լավ է, ասում էի չէ, որ վերջը իրար սիրելու է։ Սիրում ենք, պապ ջան, այն էլ ոնց ենք սիրում։ Ինչ որ բան են, չի։ Չէ, ամեն ինչ լավ է, պապ ջան։ Դե լավ է։ Ես մի հատ բժշկին տեսնեմ։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Բայց չիմանա ոնց է վիճակը, բուժումդ ինչ փուլում է, տեսնեմ ինչա պետք։ Լավ եմ, պապ ջան։ Ու ասեմ, որ չեմ պատրաստում ստեղ մնամ։ Վերջ, էլ չխոսես, դու կմնաս ստեղ այնքան, ինչքան որ պետք է։ Ես այսօր տուն եմ գալու։ Էդին վերջնական խոսքն է։ Բարև ձեզ։ Բարև բալես։ Հայր ես քեզ ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Ասում եմ, հերոստացույցով նոր դրան է ինձ ցույց տալի։ Դա նշանակում է տապուշը չի մեռե։ Ինչ ես խոսում, շեֆ։ Չի կարա էդի մեռաշլի, դրան այնքան էին ծեծե ոտու գլուխը խառնվել էր իրար։ Էդ դու ես ոտու գլուխդ խառնել իրար։ Դու պատկերացնում ես գործը ինչքան բարձրացա վրա։ Ոչ մի նման բան կլուծենք հարցերը, շեֆ։ Արա ոնց ես լուծելու։ Ասում եմ կլուծենք։ Էդի հիմա միլիցեյքի մոտ է, դրած կոնտրոլի տակ։ Պատկերացնում ես էլի էդի ուշքի գա։ Ուշքի չի գա, մի վախեց, չի գա։ Լսի։ Ուրեմն գործը արագ վերջացրու ու անձամբ կհամոզվես, որ էդ սատկել է։ Կանես ու կզանգես ինձ։ Հասկացար։ Լավ։ Բարի լույս։ Բարի լույս։ Հազիվ դեմքներից ժպիտ եկավ։ Խոսեցիր Արսենի հետ։ Խոսել եմ։ Արսենի հետ եմ խոսել, Դինայի հետ եմ խոսել, հորդ հետ եմ խոսել։ Դրա համար ես տենց ուրախ։ Բա երեխես արդեն լավ է, ուրախ չլինեմ։ Ուրախացի մամ ջան, քեզ ով բան ասեց։ Բա պիտի ուրախանաս։ Լավ, հիմա ինձ ասեք ով է սուրճ խմում։ Ես, սառը ու քաղցր։ Իսկ իմ սուրճը խոհանոցում սեղանի վրա դրված է։ Մամ, ես սուրճը խմեմ գնամ հիվանդանոց։ Ես էլ եմ գալու։ Սոնք սպասեմ, եթե արագ անես ամեն ինչ։ Հա, ընդամենը 1 րոպե։ Նայ, ժամանակը գնաց։ Գնացինք սուրճ խմենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց է մեր չարաճճի աղջիկը։ Խելոք ես մնացել, լավ ես քնել գիշերը։ Ես քնած ժամանակ միշտ էլ ինձ լավ եմ պահում։ Միլենա, Ոնց է եղել գիշերը։ նորմալ, մի 2 անգամ արթնացել է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ քնել է։ Դե որ քեզ խելոք ես պահել, լավ ես քնել, գիտես քեզ ինչ է սպասվում դրան ետևում։ Ինչ։ Գնայինք գտնայիր։ Կներեք ով է բերել։ Գիշերը մի տղամարդ բերեց, թողեց այստեղ, դուք քնած էիք, ասեց որ առավոտյան ձեզ փոխանցենք։ Տղամարդ, կներեք չներկայացավ։ Չէ, չներկայացավ, բայց ներքևում տեսել եմ, վերակենդանացման բաժնի մոտ կանգնած էր։ Տարօրինակ է։ Իմիջայլոց ասեմ, որ հիվանդանոցի ծախսերներ է ուզում, հոգար ասեցինք, որ պետ պատվեր է։ Իսկ ես կարող եմ իրան տեսնել։ Չգիտեմ ով էր, բայց որ տեսնեմ կճանաչեմ։ Հիմա դեղերը բաժանեմ գա միասին կգնամ։ Շատ լավ։ Ճշտեցիր։ Ինչ բարձեցիր։ Երևում չկա։ Անձամբ ես նայել։ Մտել եմ բոքս 1-1 նայել եմ հիվանդներին։ Տղերք ամեն մեկը մի հիվանդանոց են գնացել, ոնց էլ չլինի մեկը կգտնի։ Լավ։ Ինչ ճշտեցիք։ Սերգեյ ջան գտա դրան։ Հաստատ։ Հասցեն SMS արա։ Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ 3 դաժանաբարձեցի ենթարկված անձի ինքնությունը պարզվել է։ Հա, բժիշկ ջան։ Վերքը լավ է։
Ամեն ինչ լավ ընթանում։ Ահա, դե մնացած բուժումը ես տանը կստանամ։ Արի դու ինձ դուրս գրի, ես գնամ։ Շուտ է։ Սենց տնես գնալու եմ։ Արի դու քո կամքով ինձ դուրս գրի, ես գնամ։ Բայց մի պայմանով, որ քեզ հետևելու ես։ Հա, բա ոնց Բրիժիտ ջան։ Իմ կինը ինձ լավ կնայի, չէ՞ Զինա։ Սարա։ Եկա։ Արևս, ես հիմա դուրս եմ գալիս, բայց մի րոպեից հետ կգամ։ Դու սենյակում մնա, ոչ միտեղ դուրս չգաս։ Քեզ խելոք կպահես ու պատուհանի գոգին էլ հանկարծ չբարձրանաս։ Դու հանգիստ գնա։ Անուշս։ Ես կարծում եմ, որ մաման արդեն այստեղ հասած կլինի։ Ես չեմ զարմանա, որ մաման արդեն Արսենի մոտ է։ Բայց մեքենան դրսում չէր։ Դե հիմա կստուգենք, արի։ Իսկ եթե այնտեղ չլինի, Կհարցնենք, կգտնենք։ Սարա։ Այ քեզ հանդիպում։ Ինչ ես անում ստեղ։ Ինչ ես եկել։ Այսինքն դու այստեղ ինչ ես անում։ Ես եղբորս մոտ եմ եկել։ Ես էլ շատ հարազատ մարդու մոտ։ Ուրեմն սա մեր երկրորդ հնարավորությունն է։ Եթե համարենք, որ առաջինը պատահականություն էր, իսկ ես ընդհանրապես պատահականություններին չեմ հավատում, ուրեմն սա մեր հնարավորությունն է։ Չկա մեր։ Ես քեզ չեմ ճանաչում, դու էլ ինձ չես ճանաչում։ Հուզվել պետք չի։ Արսենը երիտասարդ է, ապակինվում է։ Դժվար անցել է։ Կյանք մի մտածի, ես լավ եմ։ Մի քանի օրից ամեն ինչ անցյալում կմնա։ Առողջություն։ Գոնե իմ մոտ ցույց մի տուր։ Ինչի դրանից ինչա փոխվում, որ Շատ բան։ գոնե մենք մի ընդհանուր բան ունենք։ Երկուսս էլ չենք սիրում իրար ու չենք էլ թաքցնում դա։ Չենք սիրում։ Բայց ես չեմ սիրում, որ կինը լացում է։ Սրանից հետո որ ուզենաս լացես, հենց արա ես չտենամ։ Արսեն, Այդ քեզ խորհուրդ։ Արսեն, հիմա որ Հայկը ողջ է, ամեն ինչ փոխվում է։ Մենք պայման ունենք։ Ու Արսեն, կամաց։ ո՞նց ես։ Ինձ արես լավ մեկեր Դուբայի շեխն է։
Լավ ես, ջին։ Սոն։ Մենակ ես եկե։ Չէ, Արմանի հետ եմ եկել, բայց մաման էլ հեսա կգա։ Զանգի մամային ասա, թող չգա, ես 2 ժամից տունն եմ ելնելու։ Լուրջ։ Բա, տեսար մի գիշեր կինոս մնաց մոտս, լավացա։ Ներս մտնել չի կարելի։ Ես դա գիտեմ, ուղղակի ուզում էի համոզվեի իմ ծանոթը ստեղը թե չի։ Կասեք անունը։ Դավիթ։ Մենք Դավիթ անունով հիվանդ չունենք։ Երևի սխալվել եմ։ Երևի։ Իսկ այս տղեն, որ լուրերով ցույց էին տալի ինքը չէր։ Ահա։ Ոնց է վիճակը։ Ծայրահեղ ծանր է, բազմաթիվ վնասվածքներ ունի գլխուղեղի, ոտքի, ձեռքերի, կողերի։ Խեղճ տղա։ Այդ ինչ դաժանաբար են ծեծել այդ տղային։ Դե հա։ Իսկ կապրի։ Չգիտեմ, ես ոչինչ ասել չեմ կարող։ Լավ, եկեք ես ձեզ չխանգարեմ, ես գնամ իմ ծանոթին ման գամ։ Հաջողություն։ Հաջողություն։ Մուտքի մոտ քեզ եմ սպասում, արի։ Ամեն ինչ կարգին է։ Նորմալ է։ Սա է վերակենդանացման բաժանմունք։ Բա ուր է այն տղան։ Չգիտեմ, հիմա պարզեմ կմոտենամ։ Ես կարծում եմ մենք պետք է խոսենք։ Ինչի մասին։ Այն օրվա։ Մոռացի։ Դա իմ կյանքի ամենավատ օրներ ու ես չեմ ուզում ոչ մի բան հիշել։ Ես ուզում եմ բացատրել անհայտանալուց պատճառը։ Ես ոչ մի բան չեմ ուզում լսել։ Ամեն դեպքում ես կասեմ։ Առավոտ շուտ ինձ զանգեցին։ Ու ես իմացա, որ եղբայրս կոմայի մեջ է։ Հենց այդ էր պատճառը, որ առանց քեզ հրաժեշտ տալու ես դուրս եկա հյուրանոցից։ Չնայած որ հետո զանգել եմ ու փորձել եմ քեզ հետ կապնվել։ Դու պարտավոր չես ինձ բացատրել։ Ես ուզում եմ բացատրել։ Ես զանգեցի հյուրանոց։ Հետո ուշ երեկոյան եկա հյուրանոց։ Բայց ոչ մի կերպ չկարողացա քո մասին ինֆորմացիա ունենալ։ Դու անունս գիտես ու դա բավական է։ Ինձ համար բավական չի։ Ես ուզում եմ քո մասին ամեն ինչ իմանալ։ Ով է Սարա։ Ինչեր են այդ վիճակում, ինչ ես հիմա դու հիվանդանություն։ Այն ինչ գիտես իմ մասին, այդքանը հերիք է, խնդրում եմ հանգիստ թող ինձ։ Գիտես, ինձ մի պատ թվաց, որ Դու ճիշտ ես, քեզ ընդամենը թվաց։ Ուղղակի թվաց, ուրիշ ոչ մի բան։ Ես պարզեցի։ Այստեղ է այդ տղան։ Ներքևում, եթե ուզում եք կարող եմ ուղեկցել։ Գնանք։ Շնորհակալ եմ օգնելու համար։ Ստեսություն։